Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 29-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօրը։ Գնանք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին մարտի 29-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ։ Միգուցե իր հետ եք շփվում, միգուցե ձեր աղջիկն է գալիս է ձեր տուն, այդպես շփվում եք։ Տեսնենք ով է ամենայն դեպս այս աղջիկը։ Միգուցե դժվար կյանքով ապրող աղջիկ է, կամ ձեր կյանքի դժվարություններ բերում, կամ նաև սա ճակատագրական ծանոթություն է տղաների համար։ Կարող հանդիպել այդ աղջկան։ Եվ այդ օրը շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ, ինչպես նաև լեզվակռիվ է դա, խոսակցություն, բամբասանք, բամբասել։ Եվ տան հետ կապված իրադարձություններ են, միգուցե տուն եք մաքրում, տեղափոխվում եք, հյուրեր եք ընդունում եւ այլն, յուրաքանչյուր բան վերանորոգում, միգուցե առիթ է տանը կամ ձեր կամ պետք է գնաք այնտեղ, շատ եք շփվում մարդկանց հետ։ Կամ ձեր աղջիկն է ճակատագրական քայլ է անում, կամ ձեր քրոջ աղջիկն է եւ այլն, այն ինչ որ մեկն է, որ ճակատագրական քայլ է անում եւ այդպես առիթ է այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Տարվա ծնված ցուլերն են։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 29-ին։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք այդ օրը, էներգիայով լցված կլինեք եւ ուշադրություն դարձրեք նաեւ մանրուքներին։ Այստեղ կարող են մանր խնդիրներ լինեն, այստեղ եւ սա է խոսում այդ մասին եւ նա։ Կամ եթե մանրուքներին ուշադրություն չդարձնեք, դա նաեւ կարող է բերել կորուստ, հա, ձեզ մոտ ինչ որ մի բանի։ Դե կախված է թե ինչը պետք է այստեղ մանրուքներին ուշադրություն դարձնեք։ Նաև մանրակրկիտ ուսումնասիրեք այդ օրը յուրաքանչյուր բան ինչ որ կլինի ձեզ մոտ կգա, կառաջարկեն։ Տեսնենք ինչի կորուստ է սա։ Նայեք, 3 եսանի մարդիկ են, իրենց պատճառով ինչ որ մի բան կկորցնեք։ Ցույց չի տալիս ինչ, բայց ցույց է տալիս ում պատճառով։ Այսինքն, եթե վստահ եք տվյալ մարդկանց, հնարավոր է նաև կորուստ ունենաք։ Այսինքն, լավ ծանրութեթև արեք յուրաքանչյուր բան, նոր հետո որոշեք ընդունել ինչ որ մեկի առաջարկում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մարտի 29-ին։ Այդ օրը հաջողություն ունեք, հաջողություն է սպասվում, նոր դռներ են բացվում ձեր առջև, նաև դա կարող է ինչ-որ դուռ եք փակում, վերջնական անում եք, վերջ հասնում եք դա եւ այդ դուռը փակում եք եւ այլևս չկանդրադառնալու էլ դրան։ Նաև այստեղ ոմանք այդ օրը ցուցակ կկազմեն, ոմանք փաստաթղթերը կդասավորեն, նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ։ Եվ ուղղություն կընտրեք այդ օրը նաև։ Կարևոր ընտրություն է ձեզ համար, կարևոր ուղի է, ինչ-որ մի կարևոր բան է, որ կընտրեք այդ օրը։ Յուրաքանչյուր ոլորտ այստեղ կարող է լինել, յուրաքանչյուր, որ ինչ-որ մի բան եք, հա, որոշում ձեր կյանքում, հա, ուղի եք ընտրում։ Դե չեմ կարող ասել այս բանը ճիշտ է դա թե ոչ, բայց այդ օրը կարող եք ուղղակի դեռ որոշել, այդպես անեք, ոչ թե սկսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին մարտի 29-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է։ Իր հետ կարող եք ճանապարհ գնալ, իր հետ կարող եք ձեր գործերը առաջ մղել, հա, ինքը ձեզ օգնի, դուք իրեն օգնեք։ Նաև դա կարող է հեռվից է գալիս։ Հեռու է ապրում եւ գալիս է ձեզ մոտ։ Կամ դուք եք գնում իր մոտ։
Նաև այդ օրը շատ շփում, շատ խոսակցություններ կունենաք այս կամ այն մարդու հետ, դա նաև անհանգստություններ են, որ կարող է ինչ-որ մեկի մասին եք անհանգստանում, մենակ գիտեք այդ մարդը գալիս ոնց որ անհանգիստ եք, սպասում եք։ Նաև դա բամբասանք է եւ լեզվակռիվ։ Եվ շատ սիրով լցված կլինեք, դա իհարկե եթե գալիս է արդեն սիրով լցված կլինեք, ոմանց այդ օրը սեր կխոստովանեն, դուք սեր կխոստովանեք, շատ սեր կստանաք 4 բոլորից, թե լինի աշխատանք, թե մեկ այլ տեղ, դա նաև ժամադրություն է, որ կարող եք ունենալ։ Դե լավ պահեր են, որ մարդու սիրտը ուրախ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին մարտի 29-ին։ Այդ օրը փոփոխություն կմտնի ձեր կյանք։ Փոփոխությունը կարող է լինել գլոբալ, այդպես ինչ որ յուրաքանչյուր մոտ տարբեր բաներ լինեն։ Նաև դա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, դա կարող է լինել տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, ճանապարհ գնաք երկար, նաև գաղտնիք կբացահայտվի ոմանց համար, ուսմամբ կզբաղվեն ոմանք էլ գրքի նորեջը կփոխեն, այսինքն մարդու կյանքում փոփոխություն կմտնի, նաև սա է դրա մասին ասում, որ ձեր կյանքում որից է փոփոխություն կմտնի եւ դուք եւս կփոխեք նաև ձեր կյանքի որակը, ոճը, ձևը։ Ոմանք այդ օրը կունենան ժամադրություն, անակնկալներ, նվերներ, ուրախ պահեր, բարձր տրամադրություն, այն ինչ-որ մի բան է, որը ձեր մոտ այդպես տրամադրության փոփոխություն է բերելու։ Նաև ինչ-որ մի բան էլ զարգանում է, այդպես առաջ է գնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին մարտի 29-ին։ Անցյալն է, անցյալի հետ կապված ինչ-որ պահեր են, միգուցե գումարային հարցեր են, միգուցե մեկ այլ հարցեր են, ամենայն դեպս ինչ-որ պահեր են, որոնք կապված են անցյալի հետ, դա կարող է անցյալի հիշողություն է, դա կարող է անցյալից մարդիկ են, աշխատանք է եւ այլն, յուրաքանչյուր բան։ Ուղղակի ինչ-որ մեկի հետ նստեք եւ խորանաք անցյալի մասին, հիշեք օրինակ անցյալը։ Նաև այդ օրը գումար կստանան ոմանք էլ գումար կծախսեն։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք ոչ աղջիկը հետ, տեսնենք ով է։ Դե սա կամ իր հետ նոր գործ եք սկսելու, կամ միգուցե ձեր երեխան է, ով եւս էլի նոր կյանք է սկսում, նոր աշխատանք է սկսում, նոր բիզնես է սկսում, այդպես, կամ կարող ձեզ է ցույց տալիս որպես աղջիկ։ Դա որ դուք եք սկսում, դուք եք նոր կյանք սկսում, ինչ որ մեկն է, կարող ձեր ընկերուհին է, ով որ զգում եք, որ ինչ որ մի բաներ է փոխվում իր մոտ, հա նոր բաներ է մտնում իր կյանք։ Դե կամ ձեր աղջիկն է։ Սա նաև ձեր թորնուհին կարող է լինել, իհարկե ձեր երեխան կարող է լինել, դա ընկերուհին կարող է լինել, ում հետ օրինակ երեխաներին կվերցնեք եւ ինչ որ տեղ կգնաք, գիրակի է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին մարտի 29-ին։ Ժամադրություն, անակնկալներ, ուրախ պահեր, բարձր տրամադրություն, նվերներ, կարող է առիթ է այդ օրը, եւ այդպես բարձր տրամադրություն ունեք եւ այդպես ինչ-որ պահեր են լինում ձեզ մոտ։ Նաեւ եթե ինչ-որ մեկի կարիք ունեք, որ ձեզ օգնի, ապա եթե դիմեք, այդ մարդը ձեզ կաջակցի, կօգնի, դա նաեւ հովանավոր է, ում կարող եք գտնել, եթե փնտրում եք։ Նաեւ դա պետավտոտեսուչ կարող է լինել, ով կանգնացնի մեքենան։ Եվ կամ ծանոթություն է սա ուժային կառույցի աշխատողի հետ, կամ նմանատիպ այդպես մեկի հետ, ում վրա կարող եք հույս դնել, վստահել իրեն։ Նաև
Դուք ինքներդ ուժ կունենաք ինչ որ մի բաներ անելու, սկսելու համար։ Եվ հաջողություն կունենաք այստեղ։ Նոր դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ են բացվում ձեր առջև, պես որ օգտվեք այդ հնարավորությունից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, նաև ոչխարներ է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին մարտի 29-ին։ Անցյալն է սա, անցյալի մասին կմտածեք, անցյալից ինչ որ հարցեր կարող են լինել, անցյալից մարդկանց կարող եք տեսնել։ Նաև նա կարող է լինել աշխատանք անցյալից, սեր, անցյալում եք սիրել, իրան է, նորից կրկին տեսնեք իրան։ Դա նաև կարող է լինել անցյալը փորփրել անցյալի մասին, վերհիշել, այդպես ինչ որ պահեր են, որ մտածում եք։ Տեսնենք ինչի կորուստ է այստեղ նաև ինչ որ բաներ են։ Ընկեր է սա, ընկերոջ կորուստ է։ Կարող է վիճում եք իրար հետ, հանում եք ձեր կյանքից կամ վստահությունն է սա։ Վստահությունը կորցնում եք կամ դուք ընկերոջ հանդեպ կամ ընկերը ձեր միգուցե։ Ում այստեղ հանդիպում եք անցյալից մեկի հետ, մի ընկերոջ հետ, ում ժամանակին սկսան վստահությունը կորցրել եք եւ չեք շփվել էլ իրար հետ։ Նաև այստեղ ոմանք ոգևորված կլինեն բավականին շատ, այսօր կողմ կգնաք, պատվերներ կանեք, կգան դա այնտեղ գիրեկի, այս ավելի շատ ուտելիք, առաքում, նաև նոր ծանոթություն, որը դա ինչպես սկսի այնպես կավարտվի, հա, սա ոնց որ մեկ օրվա այդպես ծանոթություն է կամ կփորձեն ոնց որ փողոցում դրսում ծանոթանալ ձեզ հետ։ Հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր եւ իհարկե նորություններ կլսեք ինչ որ մեկի մասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին մարտի 29-ին։ Ոմանք ուսմամբ կզբաղվեն, ոմանց մոտ սա գաղտնիքի բացահայտում է։ Այդտեղ յուրաքանչյուր գաղտնիք կարող է լինել։ Նաև ինչ որ բան է փոխվում այստեղ, նաև սա է գնում, ինչ որ մի բան է գնում ձեր մոտից, եւ այստեղ սա եւս ցույց է տալիս, որ նոր մի բան է սկսում ձեր կյանքում, նոր գլուխ եք փոխում, հա, ձեր կյանքի նոր թերթ եւ սկսում եք այդպես ապրել։ Իդեպ ավելի ուրախ կլինեք, այդ նորը ձեզ համար ավելի լավը կլինի կամ նորը դեռ չկա, բայց այն ինչ որ գնում է ձեզ համար շատ լավ է, որտեղ կարող է նորի շունչներ զգում եք, հա, որ ինչ որ նոր բան է մտնելու ձեր կյանք։ Միգուցե ավարտում եք ուսումը։ Միգուցե գաղտնիքն է բացահայտվում եւ ի վերջո այդ վախն է գնում, ինչ որ բաներ են գնում, հա, ձեզ այնց եւ հիմա արդեն ավելի հանգիստ եք։ Եվ ամենայն դեպս ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիա ավելի կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին մարտի 29-ին։ Օձեր կան ձեր շրջապատում, սողացող կենդանիներ են։ Այդ օրը նաև այստեղ պետք է լինեք իմաստություն է պահանջում, ինչ որ հարցին լուծում տալու համար։ Փոփոխություններ են տեղի ունենում ձեզ մոտ, բայց չգիտեմ այդ փոփոխությունները միգուցե փորձություն են ձեզ համար, դժվարություններ են ձեզ համար։ Նաև փոփոխություն դա կարող է լինել տան հետ կապված, բնակարանի, երկրի, նաև դա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն եւ ընդհանուր ինչ որ մի բան ձեզ մոտ փոխվի։ Եվ այստեղ դժվարություններ են, փորձություններ են կամ դժվար օր է ձեզ համար այդ օրը պետք է քարշտակ տանեք, հա, այդպես։ Կամ ճակատագրական օր է շատ, ինչ որ քայլ եք անում։ Գումարի հետ դա կարող է կապված լինել։ Կարող է օրինակ տուն եք գնում, վաճառում կամ գումար է այդտեղ մեծ դեր է խաղում, ուշադիր եղեք ամենայն դեպս գումարի հետ կապված։
Դե կարող եք ճակատագրական քայլ, հա, դա յուրաքանչյուր մեծ բան, որ մարդը գնում է, ծախսի անում այդպես խոշոր, կամ գալիս է սա։ Գալիս է ինչ-որ մի տեղից, ինչ-որ մի գումար։ Ամ գումարային թեմա է, գումարային դժվարություններ են, այդպես ինչ-որ պահեր են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին մարտի 29-ին։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է։ Դա ինչ-որ կնոջ հետ է կապված։ Ընկերու ամուսին է, աղջկա ամուսինն է, ձեր աղջկա դասատուն է, հա այդպես ինչ-որ նմանատիպ ոչ է մեկն է, որ կախված է աղջկա հետ։ Սա նաև կարող է լինել ուղղակի զույգերի է ցույց տալիս, որ իրար հետ հանդիպում եք, ծանոթանում եք, այդպես։ Այդ օրը նաև խոչընդոտներ կան։ Տեսնենք որտեղ է։ Նայեք այդ աղջիկն է, այդ աղջիկա մոտ է այդ խոչընդոտները։ Այն աղջիկը ում այստեղ կամ հանդիպում է այս տղային, կամ այդ աղջիկա հետ էր կապված այս տղան։ Դա նաև խոչընդոտներ կան, միգուցե իրենց մոտ կա խոչընդոտներ, միգուցե դեր երեխան է գալիս է պատմում է ինչ-որ մի բան, իրար չեն հասկացել։ Միգուցե նաև եւս մեկ այլ աղջիկ է, որ ստեղծում է ձեզ համար խոչընդոտներ, կամ իր մոտ կա խոչընդոտ եւ պետք է աջակցեք իրեն։ Այդպես։ Եվ այդ օրը ցուցակ կկազմեք, գուցե գնումների, գուցե փաստաթղթեր եք դասավորում, նամակագրական կապի մեջ եք լինում ինչ-որ մեկի հետ, դիմացինի հետ։ Նաև դա ինչ-որ բաներ չեն, հա, գիրակի է ինքը, գուցե տեղափոխվում է նաև երկուշաբթի, կարող է ինչ-որ պայմանագիր եք ստորագրում սա։ Նույն այստեղ կարող է ձեր մենեջերներ, սա տնօրեններ, որ խոչընդոտներ է ստեղծում ձեր աշխատանքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին մարտի 29-ին։ Այստեղ նոր կյանք է, նոր կյանքի սկիզբ, նոր ինչ-որ մի բանի սկիզբ, փոքր մի բան, նոր կյանք, նոր հնարավորություններ, նոր բիզնես, այնպես հղիություն, ծննդաբերություն, երեխաների հետ կապված ոչ է պրոցես, թոռների հետ կապված ոչ է պրոցես։ Այդ օրը նաև ոչ է ուղղություն կընտրեք ձեզ համար, ինչ-որ ուղի է, որը կընտրեք, ինչ-որ մի բան անելու համար, ինչ-որ սա եմ անելու, այսպես եմ անելու, այս ինչ-որ մի ուղի է։ Եվ շատ կշփվեք, միգուցե այստեղ ուղին ընտրելուց հետո նաև քննարկում եք ինչ-որ մարդկանց հետ։ Ինչ անել, ինչպես անել։ Նաև դա կարող է լինել շատ շփում, խոսակցություններ, բամբասանք նաև չի բացառվում, լեզվակռիվ ինչ-որ մեկի հետ, միգուցե այստեղ ձեր ուղղության հետ կապված ինչ-որ մարդիկ դեմ են եւ դրա համար պես խոսակցություններ կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։